Աստվածաշնչյան ընթերցանություն Ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Հոկտեմբերի 8 Նավը դեպի խորը տար և ձեր ուռկանները գցեք ձուկ որսալու համար Ղուկաս ավետարան 5:4 Ղուկասի ավետարանի այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ մենք գործիք ենք Աստծո ձեռքին, որսը պարզապես անհավատալի էր, օգտագործվել էր ամեն բան, և Պետրոսի նավակը և ձկնորսական ուռկանները և անձամբ ձկնորսները: Նույնը վերաբերվում է նաև հոգիների փրկությանը: Աստված օգտագործում է մարդկանց միջոցով, քանի դեռ հասանելի է շնորհը: Քանի որ աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն իր իմաստության մեջ, Աստված հաճեց փրկել հավատացողներին հիմարություն համարվող քարոզությամբ: 1 Կորնթացիս 1:21 Աստված անշուշտ փառավորվում է նույնիսկ առանց մարդուն որպես միջոց օգտագործելու: Սակայն նա ինքն է այդպիսի մեթոդ ընտրել օգտագործելով իրեն հաճելի միջոցները, որպեսզի էլ ավելի փառավորվի երկրի վրա: Մարդկային ջանքերն իրենցով բացարձակապես անօգուտ են: Վարդապետ, ամբողջ գիշեր աշխատեցինք և ոչինչ չբռնեցինք: Ղուկաս ավետարան 5:5 Ուրեմն ո՞րն է պատճառը: Նրանք հմուտ ձկնորսներ էին, ովքեր շատ բան էին տեսել, գիտեին իրենց գործը: Միգուցե նրանք սխալ էին թույլ տվել: Ոչ, բավարար ջանք չէին գործադրել: Ինչ եք ասում: Համառություն էր պակասում: Աշխատել էին ողջ գիշեր: Միգուցե ծովում քիչ ձուկ կար: Ոչ մի նման բան: Բավական էր, որ Տերը հայտնվեր և ձկների ամբողջական վտարներ լողում էին դեպի ուռկանը: Ուրեմն ո՞րն էր այդ դեպքում պատճառը: Պատճառն այն է, որ առանց Քրիստոսի մարդիկ բոլորովին անզոր են: Առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել: Հովհաննես ավետարան 15:5 Փոխարենը մենք ամեն բան կարող ենք անել մեզ զորացնող Հիսուսով: Քրիստոսի ներկայությունը հաջողության երաշխիքն է: Նա նստած էր Պետրոսի նավակում և նրա կամքի արտահայտման և խորհրդավոր ներգործության շնորհիվ ձկները լողացին դեպի ուռկանը: Երբ Հիսուսը մեծարվում է եկեղեցում, նրա ներկայությունը հանդիսանում է եկեղեցու ուժը: Երբ ես երկրից բարձրացվեմ, բոլոր մարդկանց դեպի ինձ պիտի ձգեմ: Եկեք այս առավոտ գնանք հոգիների որսի, սիրելիներ, հույսը երկնքի վրա դնելով, հավատալով և սուրբ անհանգստությամբ: Եկեք աշխատենք մինչև գիշեր և մեր աշխատանքը զուր չի լինի: Նա ով մեզ կարգադրում է նետել ուռկանը, կլցնի այն ձկներով: